Շնորհակալություն Տիկին դատախազ, ես նույնպես կարևորում եմ մեր գործընկեր Արման Եղոյանի կողմից հնչեցրած հարցը։ Ինքս քաղաքացիները ճպման արդյունքում ունեմ անհերքելի մի ապացույց դրվագ, որ դատախազությունը դատական 3 ատյաններում մի քանի անգամ պարտվելուց հետո հիմա 3-րդ անգամ դիմում եւ ես գրավոր կներկայացնեմ ձեզ, որպեսզի դուք պատասխանեք դրա դրդապատճառները։ Նույն 3 ատյաններում պարտվելուց հետո 3-րդ անգամ որն է դրդապատճառը նորից մտնել առաջինից մինչև վճարաբեկ դատարան գործընթացի մեջ։ Բայց հիմնական իմ հարցը այսօր միտված էր, ուղղված էր հոկտեմբերի 27-ի հետ կապած անջատված մասի քննությանը, որի մասին մենք որևէ բան չլսեցինք, առավել ևս, երբ որ դուք 5 րոպե ունեիք եւ կարող եք այդ հարցի շուրջ մեզ տեղեկացնեիք, ինչա տեղի ունենում եւ ուր ենք հասել։ Նամանավանդ, որ վերջերս տեղի ունեցավ հարցազրույց Սուրեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ, լրագրող Սարգսյանի, եթե չեք նկատի, ես ընթերցեմ այդ հարցի կարևոր դրվագը, որը 27-ին առնվի։ Ճիշտ է, որ հոկտեմբերի 27-ին Սեֆիլյան Ժիրայրը զանգել ու ասել է ձեզ, որ մորուքը սատկել է, մորուքին սպանել են, դուք էլ հայհոյել եք, ու այդ զապիսները մինչև հիմա KGB-ում կան։ Սամվել Բաբայանի պատասխանը, որ զանգելա այո, տենց աղել եւ փոխանցելա, որ հանցագործներն ուզում են, որ դու գազ բանակցությունների։ Ես բացատրել եմ, ասելով, որ զեկուցեք նախագահի ապարատ, կգտնեմ, եթե գտնեն, որ ես պիտի գամ, ուրեմն ես կգամ, իսկ մնացածը ինչ ասեցիք, ամբողջովին իրականություն ա։ Ուրեմն Սուրեն Սարգսյան, այսինքն Սեֆիլյանն այդքան ասել է ձեզ, այն բառերով, որ ես ձեզ հարցրի նույն ձև, Սամվել Բաբայան, այո։ Սա շատ կարևոր դրվագ է, ես գիտեմ, որ նախաքննական մարմինը չի կարողացել այդ ժամանակ գտնի Ժիրայր Սեֆիլյանին եւ հարցաքննի։ Հետագայում դեպքերը այլ ձև զարգացան եւ հիմա այս դրվագը ինչ է կարծում, չարժի որպեսզի նախաքննական մարմին անջատված մասով մի հատ բան անի, ուսումնասիրի, արձագանքեք հետ այսօրցի շարունակեմ։ Այս դրվագին ծանոթ եք թե չէ, հարցազրույցի։ Ես ձեր առաջի հարցից կսկսեմ, երբ որ 3 ատյանով բողոքարկումից հետո պարտվել բառը օգտագործեցիք, ես ենթադրում եմ բողոքարկումն նկատի ունեք, ուր ենք բողոքարկել, պարոն Քոչարյան, 3 ատյան է Հայաստանի Հանրապետությունում։ Ուր է բողոքարկել հետո։ 3 ատյանով, այո, եւ համաձայն չի եղել դատական ակտի հետ։ Պարոն Քոչարյան, գրավոր ներկայացրեք կոնկրետ օրինակը, բայց գնահատական տալուց առաջ ես կխնդրեմ իրավական կողմը հարցի նայել։ Այո, լինում են իրավիճակներ, որ մենք համաձայն չենք առաջին ատյանի դատարանի դատական ակտի հետ։ Մենք այո, համաձայն չենք լինում նաև վերաքննիչ։ Ու ես ձեզ օրինակներ կբերեմ, շատ կոնկրետ ձեզ օրինակներ։ Նախագահ, ինձ թվում է ընդհատել երևի չի կարելի, չէ՞, ստորակարգի։ Ես ընդհատել չի կարելի, բայց դուք հարց եք ուղղում պատգամավորին, դրա համար ես չմիջամտեցի։ Ես խնդրում եմ տիկին գլխավոր դատախազ հարցը լսելուց հետո հարցին արձագանքել, պատգամավորին հավելել հարց չտալ եւ երբ որ արձագանքի ժամանակ հավելյալ բան կունենա ասելու, կավելացնի դրան նույնպես կկարողանաք արձագանքել։ Շնորհակալ եմ ֆորմատը պահենք, որպեսզի Շնորհակալություն, ես ունեի պարզաբանում ստանալ, որպեսզի կարողանամ հարցին պատասխանել։ Այո, լինում են իրավիճակներ, որ մենք համաձայն չենք։ Նույն քրեական ենթամշակույթի հետ կապված 2 ատյանների հետ համաձայն չլինելու դեպքում մենք բողոքարկում ենք վճռաբեկ դատարան։ Լինում են իրավիճակներ, որ վճռաբեկ դատարանի դատական ակտը ստանալուց հետո, դատական պրակտիկայի վերաբերյալ վճռաբեկի դիրքորոշումը ստանալուց հետո, մենք հաջորդիվ այլևս բողոքարկումներ չենք իրականացնում, բայց վճռաբեկ դատարան բողոքարկում ենք, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա վարույթ ընդունելով կամ վարույթ չընդունելով իր դիրքորոշումը հստակեցնել կոնկրետ նորմի կիրառման հետ կապված։ Սա է պատճառը, այստեղ որևէ ինքնանպատակ լինել չի կարող։ Եթե դուք կոնկրետ գործի հետ կապված մտահոգություն ունեք, մենք սիրով գրավոր կպատասխանենք ձեր հարցին։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին, ապա հաշվի առնելով այս պահին իրականացվող քննությունը եւ այլ աշխատանքները, դրա վերաբերյալ որևէ տվյալ հաղորդման մեջ չի ներառված, որպեսզի քննությունը չվնասի։ Դա արված չի որպես բաց թողում, դա արված է հենց քննության շահից ելնելով։ Ես կխնդրեմ ձեզ, եթե որևէ դիտարկում ունեք, գաղտնի նշագրումով ուղարկել, եթե դա բաց աղբյուրում չի զետեղված եւ եթե բաց աղբյուրում է զետեղված եւ կարծում եք, որ նախաքննության ուշադրությունից վրիպել է, խնդրում եմ պատգամավորական հարցման շրջանակներում գրավոր ուղարկեք։ Մենք ձեր բոլոր հարցումներին պատշաճ պատասխանում ենք։ Շնորհակալ եմ, խնդրեմ արձագանք։ Ունեք արձագանք, չեք։ Համեցեք։
Դատախազ, ես կարծում եմ, որ դատախազությունը իր հսկողական գործառույթների շրջանակում, հատկապես այս կարևոր գործերում, նման ինֆորմացիաները, որոնք բաց աղբյուրներում եղել են, պետք է տեղեկացված լինեն, բայց ինչ-որ անպայման կուղարկեմ եւ բնականաբար ելի կարևոր վկաներ կան, որ այսօր նախկինում նախաքննության ձեռքբերված ապացույցների շրջանակում նաև մեղադրանք ներկայացվել, կալանավորված են եղել դեպքերի քաղաքական զարգացումների պատճառով վկաները ազատ են արձակվել։ Խոսքս Ալիկ Հարությունյանի մասին է, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, որը ինչքան ես գիտեմ, հիմա ապրում է Փարիզում։ Դուք որևէ միջամտություն իրականացրել եք, որպես այդ կարևոր վկան վերադառնա եւ պատասխանի նախաքննական մարմնի այսօրվա անջատված մասի հարցերին։ Ես նշեցի, որ հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է նախաքննության փուլում, ակտիվ նախաքննության փուլում եւ պատշաճ դատախազական հսկողության ներքո։ Ես դիտավորյալ չեմ պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, պարոն Քոչարյան, որպեսզի չվնասեմ քննությունը։ Նույն կերպ պետայրավական հարցերի հանձնաժողովի քննարկման ժամանակ մարտի 1-ով նախաքննության փուլի հետ կապված հարց հնչեց, որի վերաբերյալ նույն պատասխանն եմ տվել։ Մենք նախաքննության շահից ելնելով այս պահին կիսատ տեղեկատվություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ հնարավոր զարգացում կարող է գործ ունենալ եւ անձին ուղղակի անհայտանում են Հայաստանի Հանրապետությունից ու մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետապնդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են, պարոն Քոչարյան, իսկ բոլոր այն ոչ հրապարակային ելույթները կամ մամուլի հրապարակումներից դուրս ձեզ հայտնի տեղեկատվությունը ես կխնդրեմ մեզ ուղարկել գաղտնի նշագրումով։ Մնացածի վերաբերյալ, եթե կարծում եք, նորից եմ կրկնում, որ մեր ուշադրությունից վրիպել է, խնդրում եմ ուղարկեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։